Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու սպանված Բորիս Արզումանյանի դեպքով որոշում է կայացվել ու գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, այն ուղարկվել է դատարան։ Արմնու լրատվականին հայտնի դարձավ, որ գործով այս պահին կալանավորված անձի մասով է միայն որոշում կայացվել։ Մասնավորապես, Արտակ Սուրենի Դիլանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2025 թվականի նոյեմբերի 25-ին ժամը 1-ից մինչև ժամը 1:50 ընկած ժամանակահատվածում իր կողմից շահագործվող ավտոմեքենայով վրարեթի ենթարկելու եղանակով ապօրինաբար կյանքից զրկել է Բորիս Արզումանյանին։ Արմնու լրատվականը հայտնել էր, որ 31-ամյա Բորիսի եւ մի խումբ տղաների միջև վեճ էր եղել, որի արդյունքը հանգուցալուծվել էր ավտոմեքենաները գործի դնելով։ Մեքենան մի քանի անգամ վարել էին Բորիսի եւ նրա ընկերների վրա, ինչի հետևանքով պատգամավորի թեկնածուն սպանվել էր։ Քննչականն արդեն գործ է հարուցել մի քանի հոդվածով, խուլիգանության սպանություն եւ սպանության փորձ, երկու անձի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել եւ ահա կալանավորված անձանցից մեկի մասով նախաքննության ավարտ է հայտարարվել եւ գործը ուղարկվել է դատարան։ Մեղադրյալը Սուրեն Դիլանյանն է։ 31-ամյա սպանված Բորիս Արզումանյանի գործը մակագրվել է դատավոր Դավիթ Արղամանյանին։